Դատարանը վճռեց լուծել Գյումրու քաղաքապետարանի եւ Սրընթաց ուղիներ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 11/6 ամիս 2012 թվականին կնքված թիվ 22 երթուղու սպասարկման պայմանագիրը։ Սույն վճիռը կամովին չկատարելու դեպքում դա կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով պարտապանի հաշվին։ Փաստաթղթային ձևակերպումները մեզ ներկայացվեցին Գյումրու քաղաքապետարանում, որևէ բացատրություն եւ հարցազրույց վերցնել, սակայն չհաջողվեց։ Տրանսպորտի բաժնի պետը արձակուրդի մեջ է։ Փորձեցինք պարզաբանումներ ստանալ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարության տրանսպորտի տեսչության Շիրակի մարզի տարածքային բաժնից։ Սակայն այս կառույցում եւս մեր առջեւ դուռը չբացվեց։ Պետը տեղում չէր։ Այն, որ 22 համար այլևս չի լինելու այս մասին բնակիչները քչից շատից հասկացել էին, նկատելով 22 համարի միկրոավտոբուսի երթևեկության հաճախականության խախտումներ։ 22-ը դուրս կգա փոխարինող կլինի, ոչ չեն թողնի ամբողջ թաղամասը առանց փոխադրամիջոցի։ Կօգտվեմ, բայց չեմ այսօր տեսել։ Չեմ կարող ասել ինչքան ժամանակից հետո կա, բայց հենց նոր ենք մոտեցել, բայց առավոտյան 22-ով ենք եկել։ Հա, ինչ կանոն կայնել եմ, երբ անգամ տեսել եմ։ Չէ, տեղակ չեմ։ Կարապես տեսել եք այսօր։ Հա, տեսել եմ։ Առավոտյան տեսել եմ։ Բայց տեղակ չեմ։ Չեմ տեսել։ Դրա համար նոր հարց եմ տալիս, թե 22 համարի մարշրուտին աշխատում եք, սա չգիտենք։ Ինչ որ չկա։ Ինչն է պատճառը։ Երկար ժամանակ եք սպասում։ Ընդհանրապես չեք տեսել։ Չէ։ Առավոտը տեսել եմ, շատ լավ աշխատել է, ինքներ 14-ն էր, բայց այսօր չէ։ Մարդկանց մի մասը տեսել է, որոշ մարդիկ ընդհանրապես չեն տեսել 22 համարի միկրոավտոբուս, կանգառներում կուտակումներ չկան։ Կան մեր 6-7 հատ կաշխատի։ Առանց համարները չեն դրա, համարը կողքից մարդ է նստեցել է, ցույց կտան, ժողովուրդը նստի։ Այդ։ Դա նոր դեմես 2 հատ է կան։ Մարդկանց պաշարժի չունին, մարդկանց բրեն է պլանա կտնա փող գուտեն, մարդիկ ինչ են ես։ Էլի աշխատի, հնոք է ընդանիքը բայ, բայց 30-35 հատ մեկից, 4-5 հատ էմեր ես կեշտա։ Մեր ծույտ է, ով ուժեն է, ավելի եկը հաղթի, ինչ մասը է։ Գյումրու քաղաքապետարանում հարցի լուծման ուղղությամբ քայլեր ձեռնարկվել են, ավելացվել է 40 համարի ավտոբուսների թիվը, սակայն բնակիչները բողոքում են, քանի որ այդ պարագայում մի շարք անհարմարություններ են ստեղծվում իրենց համար։ Առաջիկայում կկայանա նոր մրցույթ, որի արդյունքում պարզ կդառնա, թե որ կազմակերպությունը կստանձնի երթուղու հիմնական շահագործումը։ Հեղինե Մանուկյան, Արթուր Մարգարյան, այսօր։